24 թիվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաքվե միավորման անդամ միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք ինձ։ Խոսենք այսօրվա կռվի մասին, որը տեղի ունեցավ Նոր Նորքի թաղապետի եւ ակտիվիստի միջև։ Ուղիղ եթերում Նոր Նորքի թաղապետը հարվածում է ակտիվիստի միայն նրա համար, որ նա տեսանյութ է հրապարակել, իրենց խոսքով դա չի համապատասխանում իրականությանը։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Սա առաջին հերթին խուլիգանություն է, ակնհայտ։ Մի քանի հոգով ծեծի են ենթարկում մարդուն, ակտիվիստին, հայհոյում են եւ նույն թաղապետն էլ հանրապետություն կուսակցությունից նաև հայհոյախառն բառամթերքեր օգտագործել։ Այո, դրանից առաջ հեռախոսազրույցով հայհոյանքներ էր նշանակում ակտիվիստին, որ չի համապատասխանում տեսանյութի իրականությանը։ Սա պետք է քրեական, ուրեմն դատավարության կանոններով, այսինքն քրեական հետապնդման ենթակա դեպք է, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի թաղապետը, վարչական շրջանի ղեկավարը Նոր Նորքի, բայց սա միայն քրեական պատասխանատվության թեմա չէ, սա արդեն նաև քաղաքական պատասխանատվության թեմա է, եւ քաղաքական պատասխանատվությունը պետք է տարածվի Տիգրան Ավինյանի վրա, գործող քաղաքապետի, եւ հանրապետություն կուսակցության վրա, որովհետեւ փաստացի մեկի եւ մյուսի նշանակման համագործակցության այդ իրենց կոալիցիայի արդյունքն է այդ մարդու կառավարումը, Տիգրան Մարգարյանի կառավարումը, եւ Տիգրան Ավինյանը շտապեց արդարացնել իր գոլեգային, դա պայմանավորված է նրանով, որ վախենում են հանկարծ հանրապետություն կուսակցության աջակցությունը, եթե կորցնեն, իր աթոռը կկորցնի քաղաքապետարանում, հա, քաղաքապետի աթոռը։ Բայց դա նույնն է մոտավորապես ոնց որ գողին արդարացնենք, ասենք դե կարիքից ելնելով գողացել էր։ Ինչպես Տիգրան Ավինյանը նշում էր, թե նյարդերը տեղի տվեցին եւ արեց, նույնն է, ոնց որ ասենք գողը գողացել է, ասենք դե կարիքից ելնելով մարդը գողացել է։ Այսպիսով քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի հանցագործությունը կատարող մարդը, թաղապետը եւ քաղաքական պատասխանատվության պետք է ենթարկվի Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր եւ հանրապետություն խմբակցությունները։ Դուք կարծում եք, որ պատասխանատվության չեն ենթարկվի կամ նրանք չեն ազատվի աշխատանքից միայն այն պատճառով, որ աջակցում են ԿՊ-ին։ Սա ես կարծում եմ, որ այն ինչ որ պետք է արվի դատախազության, հա, համապատասխան իրավապահ մարմինները պետք է հարցում հետամուտ լինեն, իսկ հանրությունն էլ քաղաքացիական հասարակությունը եւ քաղաքական ուժերն էլ պետք է նաեւ քաղաքական պատասխանատվության հանգամանքը առաջ քաշեն։ Այո, Տիգրան Ավինյանը իր քաղաքացիական պայմանագիրը Երևանի ավականույում չի կարող միանձնյա ղեկավարել Երևան քաղաքը։ Նրան պետք է դաշնակից եւ դաշնակիցը հանրապետություն կուսակցությունն է, դրա համար փորձելու են ելի այս դեպքի առիթով եւս անպատժելիություն ապահովել։ Եվ առհասարակ մենք այս էլ որերորդ անգամ տեսնում ենք, որ անպատժելիությունը, բռնությունը, մասնավորապես բռնության դրսևորումների ծեծը, հայհոյանքը, բռնի այլ արարքները, խոսքը դարձել են այս իշխանությունների կառավարման սովորական գործիքներից մեկը։ Բայց հանրապետության կուսակցության անդամները համարում են դա տղամարդկային քայլ եւ որևէ այսպես քննադատող հայտարարություն չհնչեց իրենցից։ Դե եթե իրենց համար տղամարդկությունը մի քանի հոգով հարձակվելն է եւ ծեծելն է, այն դեպքում, երբ որ մարդը ինքը չի, հա, առաջին մենք շատ պարզ տեսանք կադրերը, առաջին խփողը ով էր, ումից է եղել սա դրանքը, եւ այդուհանդերձ այդքանով հանդերձել ակտիվիստը եւ հանրային պետական կամ հանրային, հա, պաշտոնյան, թեկուզ տեղական ինքնակառավար պետք է իրենց վարքագծով առհասարակ տարբերվեն։ Ես այս ընդհանուր առմամբ եմ ասում, հա, ես նորից եմ ասում, առաջինը ակտիվիստը չէր խփողը, բայց այդուհանդերձ, եթե անգամ ակտիվիստի կողմից իրենք պրովոկացիա են նկատել խոսքի տեսքով կամ այլ շարժման տեսքով, հանրային ծառայողը պետք է իր բարձրության վրա մնա։ Հանրային ծառայողը հենց դրա համար է հանրային ծառայող, որ ամեն պատահական մարդու չեն բերում եւ նշանակում հանրային ծառայող, այլ այնպիսի մարդկանց են նշանակում, որոնք ի թիվս այլ չափանիշների նաեւ բավարարում են հավասարակշռության, ծանրության, հասունության հետ կապված չափանիշներ։ Բայց հանրապետություն կուսակցությունը եվրոպական արժեքներից է խոսում եւ այս դեպքում չքննադատել եւ ասել, որ տղամարդկային քայլեր հարվածել իսկապես անհասկանալի է։ Սա իշխանությանը աջակցելու համար է արվում։ Հանրապետություն կուսակցությունը եվրոպական արժեքների հետ այս մեթոդաբանությունը մասնավորապես ցույց է տալիս
որ ոչ մի աղերս չունի եւ որքանով էլ ես, ասենք, տարբեր գործիչների ես ճանաչում եմ, եվրոպական արժեքների, արևմտյան արժեքների հետ կապված այդպես աղերսներ չկա, պարզապես նրանք այդ արևմտյան արժեքների թեման իրականացնում Եվրամիություն գնալու համար։ Համաձայն եմ, այդ ամեն ինչը իրենց համար իրենք ապահովում են որպես լսարան զբաղեցնելու հակառուսականության ֆոնի ներքո այդ նույն մարդիկ հակառուսական տրամադրություններ տարածում են, բայց հակաթուրքական տրամադրություններ չեն տարածում, այսինքն հայ ազգի գլխին եկած աղետի մեջ մեղադրում են ռուսներին, բայց օրինակ ասենք թուրքերին չեն մեղադրում։ Ես չեմ ասում արևմուտքին, դեռևս արևմուտքի մասին բան չեմ խոսում։ Այնպես որ արևմտյան արժեքների դավանելը իրենց մոտ պարզապես, այսպես ասած, ֆիշկա է, որով որ նրանք ցանկանում են հակառուսական մթնոլորտի մեջ այդ տրամադրությունները կրող ընտրական մեղադրում։ Ինչ կաշկանդվածություն կա։ Պետք է իրենց հարցնենք, որովհետև շատ պարզ է, որովհետև ազդեցության հարավային Կովկասում ազդեցության լծակներ ունեցողների միջև ընտրություն են կատարում ռուսական ազդեցությունից դուրս գալ եւ գնալ թուրքական ազդեցության տակ։ Ինչպես կարող են նրանք Թուրքիային քննադատել։ Դե ասում եմ, մենք թուրքական ազդեցության տակ չենք գնում, մենք Եվրոպա ենք գնում, Եվրամիություն ենք ուզում մտնենք, եվրոպական արժեքները որդեգրենք։ Եվրոպա ենք ուզում մտնենք, այդպես ուզելով չի, այդպես չեն հրավիրել ձեզ, որ գնաք Եվրոպա մտնեք, ինչ որ հերթի մեջ չեք, որ գնաք Եվրոպա մտնեք, ձեզնից առաջ Եվրոպական միության անդամ դառնալու չափանիշներ բավարարած շատ այլ երկրներ կամ պետություններ կան, որոնք մինչև հիմա սպասում են նույն Թուրքիան էլ 90-ականների կեսերից այդ գործի վրա է եւ սպասում է, ոչ մի բան չկա, այսպես ասած, չափանիշ չկա եւ իրենց կառավարման որակի տեսանկյունից եւ մարդու իրավունքների վիճակով պայմանավորված եւ խոսքի մամուլի ազատության պայմանավորված իդեպ այսօր Amnesty International-ի զեկուցումը հրապարակվեց, որով շատ ակնհայտ մտահոգություններ են արտահայտվում լրագրողներին ճնշելու, ազատ խոսքը ճնշելու հետ կապված, ոչ մի առումով ոչ միայն պատրաստ չէ այս իշխանությունների ներքո գտնվող Հայաստանը Եվրոպական միության մաս դառնալու առումով, իսկ աշխարհաքաղաքական առումով դա ես քանիցս եմ ասել, արկածախնդրություն է այս իրավիճակում այդպիսի քայլ կատարել, որովհետև նույն նաև Եվրոպական միությունից տարբեր պաշտոնյաների բերանով մենք լսել ենք այն, որ հարավային Կովկասում մենք ընդունում ենք Թուրքիայի կուրացիան։ Այդ քանի անգամ մենք այդ ամեն ինչը լսել ենք։ Հետևաբար նրանք անմիջապես հարավային Կովկասում անմիջական եւ շոշափելի ներգրավվածության մեխանիզմներ չունեն։ Հետևաբար եթե աշխարհաքաղաքական վեկտորի հարց է առաջ գալիս, Ռուսաստան, եթե Ռուսաստանը չէ Թուրքիա, ապա այստեղ ընտրությունը կա։ Հավանաբար նաև դա է պատճառը, որ ցեղասպանության հարցի հետ կապված ներկայացում է, որ դրթել է որևէ պետություն, որ Թուրքիան ցեղասպանություն անի, այսինքն Թուրքիան չէր անի այդ ցեղասպանությունը, եթե իրեն չդրթեին։ Այո։ Եվ այդ մասին իդեպ Էրդողանն էր իր ուղերձում ասում ապրիլ 24-ին։ Այո։ Եվ զոհին մեղադրելու, զոհին մեղավոր ճանաչելու այդ ուղեգիծը, հա, որ Նիկոլ Փաշինյանի շուրթերով արտահայտվում է հետևյալ կերպ, պետք է մենք մի հատ հասկանանք, թե ինչի է տեղի ունեցել սա ժխտողականություն է մեկ, եւ երկրորդ, գիտեք ինչն էր, նոր այստեղ գալուց առաջ այդ մասին էլ էի մտածում։ Այն նույն ձևով ոնց որ մի քանի հոգով այսօր հարձակվեցին Արթուր Չախոյանի վրա եւ ծեծի ենթարկեցին նրան ու մեղադրում են Արթուր Չախոյանին, այսինքն այս պարագայում, չգիտեմ, թողինք ինձների, հա, այդ բառը օգտագործելու համար, հա, զոհ, որը որ հանդես է եկել, փաստորեն տուժողի դերում, տուժողին մեղադրելու այս ուղեգիծը իրենց մոտ փաստորեն արկա է եւ մասնավոր հարաբերությունների մեջ, այդ թվում նաեւ արկա է ավելի ինստիտուցիոնալ հարաբերություններ պատկերացնելու եւ միջպետական հարաբերությունների մեջ էլ են իրենք այդպես առաջնորդվում։ Իսկ այս լարվածությունը դուք ինչով եք բացատրում, որովհետեւ բավականին լարված մթնոլորտ է հիմա, նկատելի է, նախ միգուցե ընտրություններով է նաեւ պայմանավորված, բայց ազգային ժողովում եւս մի քանի օր առաջ մենք ականատես եղանք մեծ վեճի, իրար հարվածեցին, դաշնակցական падգամավորը եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորը կռիվ եղավ եւ սա ինչով է բացատրվում։ Ինչ խնդիր կա, ինչու են այսքան լարված։ Լարվածությունը որտեղից է գալիս մարդու։ Մարդու լարվածությունը գալիս է նրանից, երբ որ նրա ներաշխարհում ինչ որ բան է տեղի ունենում, երբ որ նրա ներաշխարհում վախ կա։ Ինչ երբ է մարդը լարված լինում, երբ որ
ինչ որ մի բանից վախենում է։ Հիմա ինչից է Ունի վախենալու տեղ, քաղաքացիական պայմանագրի падգամավորները ունեն վախենալու տեղ, այո, ունեն վախենալու տեղ։ Այն պատասխանատվության բեռը, որ իրենց վրա են վերցրել 12000 կիլոմետր քառակուսի տարածք հանձնելով, 120,000 մարդու փախստական դարձնելով եւ Արցախի հարցը փակելուն ուղղված, գերեզմանելուն ուղղված գործողություններ կատարելով, այդ թվում համաձայնություն տալով ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ առաջարկ եւ այլ բազմաթիվ հանգամանքներ, դա պատասխանատվության շատ ծանր բեռ է, քրեական պատասխանատվության, այդ թվում իմ կարծիքով իրավագետ չեմ համենայն դեպս։ Եվ նրանք կրում են այդ պատասխանատվությունը քրեական էլ կարող է լինել տարբեր մարդկանց համար եւ քաղաքական պատասխանատվությունը եւ այդ ամեն ինչը հոգեբանական է, նրանք հասկանում են, չէ, որ իրենց մեծ մասը մնալու են այս երկրում։ Գուցե նրանց մի մասը, փոքր մասը, այս ընթացքում հարստացած մասը հնարավորություն են։ Դե նրանք շատ ցանկանում են, ամեն գնով իշխանության գալ եւ իշխանությունը պահպանել։ Ասում են նույնիսկ Խոզնավարում մենք ընտրություններում հաղթանակ ենք ստանալու։ Կոնկրետ Խոզնավարի հետ կապված նկատի ունեն, որ սահմանային յուղ է լարված է անընդհատ, բայց կապ չունի էլի իրենց են ընտրելու, դա նկատի ունեն։ Դա իհարկե ցուցանիշ չի, գուցե հնարավոր է ինչ-որ մի հատ գյուղում ունենան ավելի շատ ձայներ, բայց իրանցում նկատի ունեն նույնիսկ այդ վտանգավոր հատվածներում եւս իրենց են նախընտրելու բնակիչները։ Ես նախընտրում եմ այդ ցուցանիշներից, օրինակ, ասենք հիշել Գյումրի ցուցանիշները, հա, Գյումրու ընտրությունների կամ Փարաքարի ընտրությունների ցուցանիշները, որոնք թեև մունիցիպալ ընտրություններ էին ըստ էության, բայց նաև այստեղ քաղաքական կոմպոնենտ կար եւ քաղաքական ընտրություններ էին, այսինքն այս մարդիկ, ովքեր որ չէին քվեարկում Սարիկ Մինասյանի օգտին, դա նշանակում էր նաև, որ մերժում էին Նիկոլ Փաշինյանին, սա նաև քաղաքական ընտրության հանգամանք էր։ Հենց այդ քաղաքական պատասխանատվության բեռը կրելու վախով է պայմանավորված, որ նրանց փոքր մասը գուցե իր համար արտասահմաններում ինչ-որ բաներ ապահովված լինի եւ կարողանա իր հետագա կյանքը այնտեղ անցկացնել եւ ինչքան էլ ուզենան վերարտադրվել եւ նույնը չի ստացվելու, այդ որ իշխանությունն է հավերժ եղել, այդ որ դիկտատուրան է հավերժ եղել, թող Մուամմար Քադաֆիից ավելի բան չլինեն, հա, այսպես ուժեղ դիկտատորներ չլինեն, հասկանալի է, որ այդ վախը կա եւ դրանով պայմանավորված են նրանց այս ջղաձգումները, որի արդյունքում անում են սխալներ, ասենք ազդում է իրենց վարկանիշի վրա, օրինական ինչ այսօր տեղի ունեցավ, սա ազդում է իշխանության վարկանիշի վրա, նույնը ազգային ժողովում, բայց դա իրենց չի անհանգստացնում։ Դե հենց պետք է անհանգստացնի, ձեր հարցը հենց ավելի շատ հռետորական հարց է, ուղղված ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրի խմբակցության այն հետևի նստարանների նստողների հատկապես, այսինքն նրանց, ովքեր այդքան շատ չեն օգտվում բարիքներից, բայց հավասար չափով շատ օգտվողների հետ հավասար չափով կրում են պատասխանատվությունը, հենց նրանց է ուղղված այս հարցը, որ մտածեք իսկապես արժե այդ ամեն ինչը, արժե այդ ձեր այսօրվա այս անցողիկ, ասենք, չգիտեմ, այդ աշխատավարձը կամ այդ դիրքը կամ չգիտեմ ինչը, որ դուք մտել եք այս ծանր պատասխանատվության բեռի տակ, մտածեք եւ օր առաջ ինքներդ նպաստեք, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա նեղ շրջապատը Կարծում եք այս իմպիչմենտի գործընթացով պետք է իրենց դիրքորոշում արտահայտեն։ Թող լինի այս իմպիչմենտի գործընթացը։ Տեսեք, մի բան է, որ ասենք դե գիտեք ինչ, քանի որ փողոց չկա, 100,000 մարդ չկա, ուրեմն նրանք չեն միանա։ Սա հա տրամաբանական է, ես համարում եմ սա տրամաբանական վիճակ, բայց միևնույն ժամանակ այդ հարցը, որ դուք բարձրացրեցիք մտահոգելու համար, մտահոգության համար, մենք միևնույն ժամանակ տեսնում ենք, չէ, որոշ մարդկանց, որոշ падգամավորների, օրինակ ասենք նույն Հակոբ Ասլանյանը, Հովիկ Աղազարյանը, որ ոնց որ թե շուտ ցանկացան դուրս գալ այդ քաղաքացիական պայմանագրից։ Իրենք չէին հեռանա, եթե չհեռացնեին։ Եթե շատ ուզենային կմնային, կարծում եմ, եթե շատ ուզենային եւ համապատասխան ծառայությունները շարունակեին մատուցել կմնային, բայց ես չեմ կարծում ինչ որ օրինակ Հովիկ Աղազարյանի հետ կապված, ասենք, այդ ոչխարների թեմա է եղել, թե չգիտեմ ինչ որ դրա պատճառով օրինակ, ասենք, իր համար գուցե նախընտրելի է ինչ որ մի հատ քրեական գործով անցնելը, քան պատասխանատվությունը Արցախի հետ կապված Հայաստանի անվտանգության համակարգը կազմաքանդելու հետ կապված մեղադրանքներ կրելը։
Այնպես որ թե այս impeachment-ը չլինի, մյուս impeachment-ը կան impeachment-ը մարդիկ, որոնք գաղափարական առումով Փաշինյանի հետ համաձայն չեն եւ հնարավոր է որ նրանք ուզենան հեռանան։ Ես մասնավոր խոսակցություններից այդպիսի ազդակներ եմ ստանում։ Դե խոսում են, որովհետեւ փոքր երկիր ենք, այսպես ասած։ Դե այլ ասած։ բան է մտահոգություն ունենալ, այլ բան է դուրս գալ Փաշինյանի դեմ։ Իսկ impeachment-ի մասնակցելը նշանակում է դուրս գալ Փաշինյանի դեմ։ Մի հատ պատկերացնենք, մենք մեզ դնենք, էլի, օրինակ ես դնեի ինձ այդ տեղ, ինչ պետք է մտածեի, ասենք ինչ պետք է լիներ ինձ հետ, ենթադրենք։ Ես պետք է ընտրություն կատարեի, այո։ Կամ պաշտոնազրկվել, ամենամեղմ բաներից մեկը, կամ ինչ որ 1-2 քրեական գործի մեջով անցնել, հա, եւ կամ էլ կիսել այն պատասխանատվությունը, որ դու դուրս գաս փողոց ու ամեն մեկը թքի երեսիդ բարի փոխաբերական իմաստով կամ հանգիստ չկարողանաս ապրել, հանգիստ չկարողանաս քնել, բայց այդ որ դուք հարցը տվեցիք, այդ վախի հանգամանքն է, որ անընդհատ նորանոր ջղաձգումներ ու նորանոր խնդիրներ է ստեղծվում, որի արդյունքում վարկանիշը ավելի ու ավելի իջնում։ Այսինքն առաջիկայում այնպիսի որոշումներ են կայացնելու, որը իսկապես խնդրահարույց է լինելու իրենց համար եւ իրենք պետք է հիմա որոշում կայացնեն, մնում են թե ոչ։ Կամ մասնակցում են այս գործընթացին թե ոչ։ Դե գնալով, քանի որ իրենց իշխանության, Փաշինյանի իշխանության շարունակումը ծանր խնդիրների առաջ է կանգնեցնում, միջազգային իրադրությունն էլ մանավանդ հիմա շատ հեղեղուկ է եւ ամեն վարքյան, ամեն օր կարող է մենք հիմա խոսենք եւ ինչ որ մի հատ պայթյուն տեղի ունենա մեր տարածաշրջանում եւ այդ ամեն ինչի հետ կապված թույլ վիճակով պետություն ունենալն էլ է, չէ, նրանց պատասխանատվության հարցը սրա համար, որ պետք է իրենք այս ամեն ինչը գիտակցեն եւ հնարավորինս Իրենք ասում են մենք ինքնիշխանությունն ենք ուզում պահպանենք, եթե կան այլ ուժեր նրանք ինքնիշխանությունը վտանգելու են եւ մենք ենք այն ուժը, որ ուզում ենք խաղաղություն, ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը պահպանել։ Դե որպես անկախ այսինքն իրենք ինչ են, հա, մեսիա են, հա, փրկիչ են, իրենք են միակը, չկան իրենցից խելացի մարդիկ չկան, հա, միակը այսպես Փաշինյանն է, հա, հայ ժողովրդի այսպես լուսավորության գագաթնակետը Փարոսը եւ այլ խելացի մարդ չկա, այդքան խելացի մարդիկ, այդքան փորձառու մարդիկ հրաժարականներ տվեցին, դուրս եկան, ասենք, արտաքին գործերի նախարարության համակարգից, շատ པարզ ձևով տարբեր մասնագետներ, ովքեր հարգարժան մասնագետներ են, ցույց են տալիս ուղիներ գերիների վերադարձի հետ կապված, ցույց են տալիս ուղիներ Արցախյան հարցի նորից բանակցային օրակարգ մտցնելու հետ կապված եւ այդ թվում ինքնիշխանությանը վնաս չտալով, այդ իրենք են միակը, չէ, բնականաբար դա պարզունակ արդարացում է, այդպեսի ուզում են։ Դե ուզում եք, տեսնում եք, որ չի ստացվում։ Այն ժամանակ էլ լավ, այդպես ասենք, հա, ենթադրենք հավատում ենք, որ դուք ուզում եք։ Այնինչ դրա մասին չէ խոսքը, իրենց գործը պարզապես իշխանության մնալն է եւ իշխանության այդ բոնուսները վայելելը, որովհետեւ իրենք չեն կարող էլ պատկերացնել ամենալավ երազում, որ օրինակ ասենք կարող են միջերկրածովյան տարածաշրջանային խորհրդարանական վեհաժողովի 19-րդ նստաշրջանին թռնել գնալ հռոմ մի քանի օր այսպես պետության հաշվին հավեսով կյանք վայելել եւ գալ այս ընտրության առաջ են սրա հետ են իրենք ընտրության նժարները սրանք են իրենց համար այս է խնդիրը դրա համար մենք էլ փորձում ենք խոսել Բայց Փաշինյանը ամեն դեպքում խոստանում է, որ Թալանը հետ է բերելու, այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում է արդեն իսկ ամեն օրվա գրեթե ամենօրյա ռեժիմով հաշվետվություն է ներկայացնում, համոզիչ չէ այս ամենը։ Ոչ իհարկե համոզիչ չէ, ընդհակառակը։ Այսպես կոչված հետ բերելը Թալանի, որ իսկապես եղել է, որ միջոցները մսխվել են, փոշիացվել են, կոռումպացված ինչ-որ չինովնիկների կամ նրանց հետ ասոցացված անձանց ձեռքին, որ եղել է, այսպես կոչված Թալանի հետ բերումը, Թալանի այսպես կոչված հետ բերումը, ճիշտ դնեմ, հա, ճակերտները, ժողովրդի կաշվից է պլոկվում, ժողովրդի մաշկից է հանվում եւ ոչ թե իրական թալանչիներից է հետ բերվում։ Այդ Թալանի հետ բերման մեխանիզմ իրենք ասում են, որ ապօրինի գույքի ձեռքբերման այս գործընթացն է, հա, որ օրենքն է, որ 2022 թվականին ընդունվել է եւ այդ օրենքի հիման վրա 100-ից ավելի գործեր կան, այդ 100-ից ավելի գործերի մեջ 5 թե 6 դատական ակտ կա,
որովհետև այնքան խնդրահարույց է եւ այնքան չհաշվարկված, այնքան պոպուլիստական էր այդ թվում այդ նախաձեռնությունը, որ օրինակ հաշվի չէին առել, որ ապօրինի գույքի ձեռքբերման հետ կապված հետապնդումը պետք է տեղի ունենա միայն այն դեպքում, երբ որ արկա է հանցանք, երբ որ ժամկետային որոշակի սահմանափակում կա, չեն կարող հետ գնալ, մինչև մարդու, ասենք, ծնված օրվանից հաշվել նրա հետ կապված ապօրինի գույքի ձեռքբերում եւ այլն, մենք տեսնում ենք, որ սա այնքան խնդիրներ է բերելու դեռ, այնքան եվրոդատարանների արժև է տանելու մարդկանց, որ այս առումով ձախողում ենք տեսնում։ Բայց ընդհակառակը մենք ինչ ենք տեսնում։ Այդ թալանի փոխարեն այսօր ավելի պլոկվում են, ավելի քամվում են հասարակ մարդիկ, խեղճ հասարակ մարդիկ, ասենք գույքահարկը կենտրոնում Երևանի, որ բարձրացնում են, այն թոշակառուները, տատիկ պապիկները, որ 50-ականներին կամ, չգիտեմ, 40-ականներին, 60-ականներին տներ են ստացել եւ իրենց միակ բնակարանն է, այդտեղ ապրում են եւ ստիպված են շատ մեծ գույքահարկեր վճարել մասնավորապես, կամ հաշվապահների ու փաստաբանների հարկային այդ փաստաբաններին ու հաշվապահներին բերել են ավելացված արժեքի դաշտ եւ դրանով այդ մարդկանց համար խնդիրներ են ստեղծել ու նրանց համար նրանց ծառայություններից օգտվող քաղաքացիներն էլ ստիպված են շատ ավելի շատ վճարել, որպեսզի կարողանան նրանց այդ համապատասխան բանով ապահովել կամ շշերի վրայի ակցիզների յուրաքանչյուր այդ ակցիզային բանի համար 10 դրամ են վճարում, այսինքն ավելի շատ մանր միջին ձեռնարկատիրությունից է այդ ամբողջը թալան կամ Աննա Հակոբյանի մակարդակով իրականացվող ռեկետները, այդ կրթությունը նորաձև, կրթվելը նորաձև է կամ այդ իրենց այլ ճաշկերույթները միլիոնավոր դրամների, այդ գործարարները այդպես ոնց որ բան չունեին, հա, այսպես ասած լույսի աղբյուր ուրիշ չունեին կրթվելու եւ իդեաներ ստանալու եւ ոգեշնչվելու եւ գալիս էին Աննա Հակոբյանին, բանն է էլի, այն հայտնի կհիշեք 2011 թվականի նոյեմբերի 11-ին, որ եկավ եւ հայտնի մարքեթինգի մասնագետեր, ուզում եմ ասեմ, այդ կարգի ռահվիրա է ինքը գիտության մեջ, քոուչ է այդ կարգի, որ ասենք մարդիկ միլիոններ են տալիս, շատ պարզ երևում է, հա, թալանը ինչպես է ստացվում։ Եվ փաստացի իրենք պարզապես ճաշկերույթի մեջ եք դուք տեսնում կոռուպցիա կամ ինչ-որ խնդիրներ։ Եկեք այսպես էլի ասեմ, եթե տեսնում ենք, որ բազմաթիվ գործարարներ գնում են Աննա Հակոբյանի հետ հանդիպման համար միլիոններ են վճարում, ես չեմ պատկերացնում, որ այդ գործարարները զուտ Աննա Հակոբյանի մտքերից ոգեշնչվելու համար են գնում այդ ամեն ինչը անում։ Այստեղ այսինքն որոշակի արտոնյալ կարգավիճակ ունենալու համար։ Ես դե արտոնյալ կարգավիճակ կլինի, թե ստիպել կլինի, թե սպառնալ կլինի, համենայն դեպս ես արդյունքն եմ ասում։ Իրենք ներկայացնում էին ամիսներ առաջ, որ առաջարկն ուղարկվել է, բայց ոչ բոլորն են համաձայնվել եւ իրենք որևէ խնդիր չեն տեսնում, որ չեն մասնակցում։ Դե աստիճանաբար, հա, մարդիկ կան, որ մի անգամ մերժում են, երկրորդ անգամ են ասում, երրորդ անգամ էլ չեն կարող մերժել։ Բնականաբար այդ ամեն ինչը կա եւ այդ մարդիկ նույն մարդիկ ինչու բա առաջ չէին գնում եւ Աննա Հակոբյանի այդ փայլուն մտքերից օգտվելու համար այն ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր էր, այդ ժամանակ ինչի չէին գնում եւ նրա փայլուն թե նոր է սկսել այդ Ազարյանյան, այսպես ասած, եկել նրա մոտ եւ մարդիկ գնում են մեծ փոխանցում։ Միգուցե ընտրություններից առաջ ուզում է շատ խոսեն իր մասին, ավելի շատ երևա եւ նաեւ աջակցի Փաշինյանին։ Այդ խնդիրը դրված եւ նաեւ միգուցե քաղաքական հավակնություններ ունի։ Մեկը մյուսին չի բացառում։ Որովհետեւ Փաշինյանը ասուլիսի ժամանակ չհերքեց դա։ Մեկը մյուսին չի բացառում։ Մեկը, գիտեք, յուրաքանչյուր գործողություն անելով պարտադիր չէ, որ դու մի նպատակ ես հետապնդում։ Դու կարող ես մի շարք նպատակներ հետապնդել, բայց ես ասում եմ, օրինակ, հենց այն ինչ որ որոշակի չափելի է, որ մարդիկ գնում են, փող են տալիս Աննա Հակոբյանի նրա հետ, ասենք, ինչ որ զրույց վարելու կամ կրթվել է ճաշկերույթի մասնակցելու համար, ու դա արվում է համար է արվում դա, որպեսզի աջակցեն։ Դա բայց արվում է Աննա Հակոբյանի վարչապետի կին լինելու հանգամանքով պայմանավորված։ Վարչապետի կին, որը օրինակ, ասենք, կառավարական շենքում ինչ որ արտոնյալ պայմաններ ունի, ինչ որ աշխատասենյակ ունի, աշխատակազմ ունի, որպես վարչապետի կին, հա, ասենք, չգիտեմ, որպես Իմ Քայլը հիմնադրամի տնօրեն է, թե ինչ է, այսինքն չկա, հա, օրենքով, ես այդպես եմ հասկանում, որ օրենքով սահմանված ինչ որ ինքը կարգավիճակ չունի պետականորեն սահմանված, այլ իր ամուսնու վարչապետ լինելու հանգամանքն է այստեղ շահագործվում։ Եվ ինչ է տեղի ունենում,
թալանի, այսպես ասած, վերաբաշխում է տեղի ունենում, սեփականության վերաբաշխում է տեղի ունենում եւ փողերի վերաբաշխում է տեղի ունենում, քերում են մարդկանցից, այսինքն թալանը, այսպես ասած, հանվում է թոշակառուներից եւ սկսում է բյուջեով վերաբաշխվել կառավարական ամառանոց, ես չգիտեմ, բազմաթիվ ոստիկանություն, գործուղումներ, բոնուսներ, հա, այսպես ասած, քաղցրաբլիթներ իրենց մերձավոր պաշտոնյաներին իշխանությունը, իշխանական բուրգը պաշտպանելու համար։ Շնորհակալ եմ զրույցի Ես համար։ եմ շնորհակալ։ Զրուցում էի Հայ-Ակվե միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։